Աստծո օրհնությունը քեզ հետ լինի։ Գիտեք, Աստծո խոսքը ասում է, որ Աստված բաժանեց լույսը խավարից եւ տեսավ, որ բարի է։ Գիտեք, այդ տեսավ բառը եբրայերենում գրած է տոբա բառը, որը որ նշանակում է եւ Աստված ասես բարի է եւ բարի դարձավ լույսի խավարից բաժանվելը։ Եվ նույնպես այդ նույն Աստվածը, որը որ ստեղծեց երկինքն ու երկիրը եւ ամեն բան, նա ասաց, ձեզ եմ տալի իշխանության բալանիները, այդ Աստվածը, որը որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ասում է ձեռքերդ կդնեք հիվանդների վրա կաղոթեք եւ նրանք կբժշկվեն։ Սիրելի, սատանան ամեն բան անում է, որպեսզի այսօր քրիստոնյաները չաղոթեն մարդկանց համար, որովհետև սատանան գիտի, քո աղոթքը դա իր պարտությունն է, քո աղոթքը նրա պարտությունն է եւ իրական երբ որ դու աղոթես, ձեռնադրես մարդկանց վրա, դևերը հնազանդվելու են Քրիստոսի հռչակած խոսքին, որ ասեց ձեռքերը դնեք հիվանդների վրա եւ նրանք կբժշկվեն։ Ինչպես Աստծո բերանից դուրս եկած խոսքը, որ ասեց տոբա, այսինքն բարի է։ Այդպես էլ այդ խոսքը, որ ասում է ձեռները դնեք հիվանդների վրա կաղոթեք եւ նրանք կբժշկվեն, սիրելիներ, նրանք բժշկվելու են։ Ինչ շատ հաճախ հարցեր են տալի, ասում են վերջի անգամ երբ է եղել քո կյանքում հրաշք, որ դու աղոթել ես մարդկանց համար։ Սիրելիներ, գիտեք, ես ձեզ sense ասեմ, ամեն ամիս ես մոտավորապես ամենակիչ աղոթում եմ 30 հիվանդի համար։ Եվ ես ձեզ ասեմ, Տերը գերբնական հրաշքներ է անում։ Եվ ասեմ, որ կոմայից մարդիկ են արթնանում, քասկեղով հիվանդներն են բժշկվում, վախով բռնված մարդիկ են ազատագրվում, մահը ում հետևից ընկել է, նրանք են ազատագրվում մահից։ Դեք սատանան իրական այսօր ամեն բան անում է, որպեսզի խաբի մարդուն եւ կործանի մարդուն, բայց Քրիստոս ասեց, ձեզ տալիս եմ իշխանության բալանիները, մի բալանի չի, տարբեր բանալիներ են, տարբեր իրավիճակների համար։ Այնպես որ իմացի մի բան, դու մեկն ես, որը որ ստեղծված Աստծո պատկերով, եւ Աստված զորություն ա դրել քո ձեռքերի մեջ եւ քո շուրթերի մեջ, որպեսզի աղոթես մարդկանց համար։